Հարգելիներս, ինչպես որ ասկացակ, այո, քիչ տեխնիկական խնդիրներ ունեցա կապված ինտերնետին հետ, ինտերնետի միացումի հետ։ Հիմա այդ ինչքան որ ասկացա, այդ տեխնիկական խնդիրները լուծված են եւ պիտի կրնանք շարունակել մեր այսօրվան հաղորդաշարը, որ շատ կարևոր եւ հետաքրքիր հաղորդաշարն է կապված Անտրանիկին եւ Արմենիան, Զորավար Անտրանիկին եւ Արմենիան Հայաստանը։ Այստեղ կստուգեմ ընդհանուր վիճակը, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի եւ անպայման ինչքան շուտ ինչքան լավ կսկսենք մեր այսօրվան հաղորդաշարը։ Ուրեմն ես բզեի ողջունեմ ձեզի եւ ինչպես որ գիտեք միշտ շատ ուրախ եմ մեծ բադիվ ինձ համար ձեզի հետ լալը եւ այդպես աշխատանքները շարունակել։ Այսօր մենք հատուկ թեմա ունենք եւ ունենք տարբեր ասենք թե գեդերը, որ պետք է անպայման անդրադառնան։ Այդ գեդերու մեկը կապված է մեր Արմենիան Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, որ շատ հետաքրքիր այս շաբաթ շատ հետաքրքիր որոշում ներկայացնեցին կապված Պոնտուսի հույներու ցեղասպանություն։ Ինչու համար անշուշտ որպես Արմենիան Հայաստան մեզի շատ կարևոր է հարգել ինչ կատարվեցավ մեր Արմենիան Հայաստանի տարածքում մանավանդ 1915-ից մինչև 1923։ Այստեղ ինչու համար մեզի համար կարևոր է Պոնտուսի հույներու ցեղասպանության ճանաչել, որովհետև այդ ցեղասպանությունը կատարվեցավ մեր Արմենիան Հայաստանի տարածքի վրա եւ կատարվեցավ անժամանակ, երբ արդեն հայերու ցեղասպանությունը բավական ասենք թե տարածվեց ամբողջ Արմենիան Հայաստանի տարածքի վրա եւ շարունակեցին այդ անցակորդ ռեժիմը շարունակեց մյուս ժողովուրդներու վրա այդպես ցեղասպան գործողությունները կատարել։ Ցեղասպան գործողությունները կատարեցին ինչու որովհետև ինչու մենք ասենք ցեղասպանություն, որովհետև գրկված էր ամեն ինչը ծրագիր մներ եւ ծրագիրի վրա առաջ կացին եւ երիտուրքերը եւ կեմալիստները, որովհետեւ ընդհանրապես ոչնչացնեն այդ բոլոր բնիկ ազգերը կամ ազգային փոքրամասնությունները, որ գային գաբրեին Հայաստան տարածքում, ասենք թե Արմենիան Հայաստանը հիմա որպես Արմենիան Հայաստան։ Ադիմաստով մեծ բադիվ է ինձի համար, ես որպես նախագահ հրամանագիրը ստորագրեցի ապրիլի 6-ը 2015-ը ճանաչելով Պոնտուսի հույներու ցեղասպանություն եւ շատ ասենք թե մեծ բադիվ է նորեն ինձ համար, որ մեր խորհրդարանը հաստատեց այդ հրամանագիրը։ Այստեղ ինչու համար կարևոր է նախագահի համար, որովհետև այդ ցևով ես կտեսնամ, որ իմ ընդունված հրամանագիրները, ստորագրված հրամանագիրները ընդունված են մեր ազգի կողմեն, մեր խորհրդարանի ներկայացուցիչներու, պատգամավորներու կողմեն։ Այդ համար ինձ համար մեծ բադիվ է եւ այդպես գուզեմ որ աշխատենք մեր խորհրդարանին հետ, որովհետեւ խորհրդարանը ասենք թե ինքը ունենա անշուշտ ովևէ չափով իրեն ինքնիշխանությունը, բայց մյուս կողմեն խորհրդարանը մոդիկը լա ովևէ չափով մոդիկը լա նախագահի հրամանագիրներուն կամ որոշումներուն։
Եվ այդպես մենք պետք է շարունակենք ինչպես որեսի մեր աշխատանքը։ Ուրեմն ինչ պես շարունակեցինք, ինչ ըրինք այս շաբաթ, որ կարևոր քայլերն են ընդհանուր մեր քաղաքականության համար եւ ոչ մենակ մեր քաղաքականության համար։ Մենք մեծ բադիվով այս տարի գսեմ նշեցինք մեր զորավար Անտանիքի ծննդյան օրը։ Անշուշտ ծննդյան օրը ինչ կնշանակի մեզի համար։ Ինչու որպես Արմենիան Հայաստան նախագահան կնշե զորավար Անտանիքի ծննդյան օրը։ Նախ զորավար Անտանիքի կենսագրությունը մեծ մասը գիտեն։ Սա ըստագե չեմ ուզեր ամիջավես անդրադառնամ զորավար Անտանիքի կենսագրության վրա, ինքը ծնվել է փետրվար 25-ի 1865-ի Շաբին Կարայեսարի գյուղում Արմենիան Հայաստանում։ Ըստակ է, Արմենիան Հայաստանում ծնվել է մեր զորավարը եւ անժամանակեն ի վեր ինքը եւ ասենք թե ընչագյան խումբերով, հետո տաշնակցական խումբերով սկսել է միանալ դիմադրություն ներկայացնելու համար Աբդուլհամիդի երկուսին Կարմիր Սուլտանի դիմաց։ Բայց պետք է այստեղ նշված լաձեր մոտ հարգելիներս, որ շուտով զորավար Անտրանիկը դուրս եկավ կուսակցությունից 1907-ին, ոչ 1917-ին, 1907-ին դուրս եկավ կուսակցություններում եւ տաշնակցական իղափոխությունից եւ ինքը սկսել է առանձին ցևով հավաքել իր զորքը։ Մենք եւ շարունակեց դիմադրություն ներկայացնել Սուլտան Աբդուլհամիդի երկուսի եւ քյուրդական գունդերու դիմաց։ Բայց մեր ադվազը որ մեզի հետ կապված է ուղղակի ցևով կարևոր է քաղաքականորեն գուզեմ ասեմ 1917-ից եւ 18-ից ժամանակներն են։ Ինչու համար, որովհետեւ այն ժամանակ ինքը իր զորքերով, իր գումարտակներով եւ ռուսական բանակով առաջ կացին մինչեւ Երզինկա։ Այսինքն մինչեւ դեկտեմբերի 18-ը 1917 առաջ կացին եւ ազատագրեցին ամբողջ Արմենիան Հայաստանը։ Նույն ժամանակ նալ Հարևելյան լեգիոնի զորքերը կպատրաստեին ֆրանսիացիները եւ Բողոսնուվարը եւ հայերը կպատրաստեին որպեսզի ազատագրեն Կիլիգիա։ Այստեղ շատ կարևոր է մեզի համար, որովհետեւ մենք հասկացանք, որ արդեն մեր պետությունը, մեր Հայաստանը, Արմենիան Հայաստանի մասին է խոսքը, մեծ մասով ազատագրվեցավ։ Եվ պատրաստ էինք մենք, ասենք թե, գաբել մեզի Կովկասյան հայկական հանրապետությունեն, ասենք թե մայիս եւ հունիս 1918-ին։ Երբ Կովկասյան հայկական հանրապետություն նույնիսկ ինքը Սադարապետի կոզողություններն հետո գնաց Բաթումը եւ նստեցին երիտուրքերուն հետ պայմանակիր կնքելու Բաթումի պայմանակիրը հունիսի 4-ը 1918-ը։ Անշուշտ Անտրանիկը ամացան չէր, Անտրանիկը բողոք ներկայացնեց եւ ինքը ինչ ասավ։ Մենք պետք է հասկանանք, որ Անտրանիկը ինքը իր ասավ, որ ինքը ամացան չէ եւ երբեք ըմբերներուն տարածքներում ցերկերը չի սխմելու։ Եվ այստեղ կարևոր է մեզի համար։ Եվ ինքը երբեք իրենց հետ չի նստելու եւ չի պայմանավորելու ոչ մի բան, որովհետեւ ինք իր աչքերով Անտանիկը տեսավ ինչպես այդ տեսակ թուրքերը գոդորեցին մեր հայրենակիցները եւ այդ տեսակ թուրքերը ինչ նույնիսկ մինչեւ Անտանիկի ընտանիքը ասենք թե դժվարությունները եւ զոհությունները կատարվեցին։ Ադորամար
ինչպես կրնաբադայր, որ մեր զորավար ընտանիքը գնար թուրքերուն հետ նստիր եւ ոյևէ բամբը պայմանավորվել։ Անորոմալ բողոքեց Թիֆլիսի ազգային խորհրդի վրա, որ այդպես առաջ կնաց։ Այն ժամանակն ալ, որ նույնիսկ ընտանիքը պատրաստ էր վերադառնալ Արևմտյան Հայաստանը, անշուշտ Կովկասյան հայկական հանրապետության օգնության այդ եթե օգնություն կստանալ այդ օգնությունը չի ստացավ այն ժամանակ այդ օգնությունը չի ստացավ Սեդե այստեղ ալ պետք է հասկանալ բայց մեկ հատ քետը մեկ հատ խնդիրը պատահեցավ այն ժամանակ որ բոլորը պետք է ճիշտ պատկերացնենք պետք է պատկերացնենք որ Անտրանիկը մինչև Երզինկա գնաց ռուսական զորքերում եւ ռուսական զորքերն հետ քաշեցին դեկտեմբերի 29 1917-ը ճանաչեցին Տաշկա Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքը մինչև անկախություն այս գեդը որ հիմա ցեզի կներկայացնեմ չի ներկայացված հայության մեջ ես ոչ ռուսամետ եմ ոչ ուրիշի պետության մետ եմ բայց դուք որպես իմ ազգից անդամներ զավակներ իրավունք ունիք իմանալ որ անժամանակ Ռուսաստան ուղագի ջանցավ մեր Արմենիան Հայաստանի ինքնավորոշման իրավունքները մինչև անկախություն եւ դուրս եկավ Արմենիան Հայաստանից մեզի համար շատ կարեւոր է այդ ճանաչումը որովհետեւ մեզի համար ուժ տվավ մեր իրավաբանական փաթեթին եւ մինչեւ այսօր այդ տեսակ ճանաչումը մենք կօրտագործենք ոյևէ միջազգային կամ դատարանում կամ ոյևէ միջազգային ալյաներու մեջ որովհետեւ մեր ինքնավորոշման իրավունքը արդեն ճանաչվել է ուրիշ պետության կողմեն ինչ որ կատարվեցավ ասենք թե մայիս 30-ը 1918-ը եւ Թիֆլիսի ազգային խորհուրդը հայտարարեց իրեն իշխանություն հայկական գավառներու մասին ինքը գխոսեր չէր խոսեր ընդանուր Հայաստանի մասին ինքը գխոսեր մինակ եւ մինակ Կովկասի հայկական հանրապետության գավառներու մասին ասենք թե այդ գավառները որ առաջ գմտնեին ռուսական կայսրության մեջ այստեղ ես այդ իմաստով պետք է այդ շփոթությունից դուրս գանք գար Հայաստան որպես պետություն եւ գար Կովկասի հայկական հանրապետություն եւ այդ Կովկասի հայկական հանրապետություն մի ժամանակ փորձեց խոսել Հայաստան պետության անունով բայց չէր կրնար Հայաստան պետության անունով խոսել եթե չէր միանալ Բողոս Նուբարի հետ եւ Անտրանիկին հետ եւ Շաումյանին հետ այստեղ ալ պետք է ճիշտ բակերն ունենանք Ադիմաստով այստեղ կարևոր որ մերոնքները Արմենիան Հայաստանի կողմեն շարունակեցին այդ ազատագրական պայքարը եւ այդ ցևով է որ Անտրանիկը իր զորքերով դեղափոխվեց Նախիջևանը վերջը դեղափոխվեց մինչև Արցախը եւ անշուշտ Սյունիքի միջոցով եւ ստեղծեցին Նժդեին հետ Լեռնային Հայաստանի Հանրապետություն գվատկերացնեք ինչ տեսակ աշխատանքները, կողզողությունները, զինված ուժերը մեջտեղ բերին եւ Անտրանիկը սկիզբը եւ Զորավար Անտրանիկը եւ Նժդեին, որբեսի նույնիսկ Լեռնային Հայաստանի Հանրապետությունը ստեղծվի եւ Լեռնային Հայաստանի Հանրապետությունը միանա ինչի հետ միանա վերջի վերջո միանա Բաթումի պայմանագրի ընդունված սենտե Կովկասի հայկական հանրապետության 10,000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը բայց այդպես շարունակվեցավ եւ ինչու համար մեզի համար մեծ բադիվ է այդ մասին խոսել այսօր երբ ես
մեծ բադիվ ունեցա միանալու մեր ընկերներուն հետ երաբրուղին փետրվար 25-ի բոլորս միասին միացված ցևով մենք նշեցինք Զորավար ընտանիքի ծնունդյան օրը մեծ նշանակություն ունի ինչու որովհետև բավական քանակով մեծ քանակով ընկերները ներկա է մեծ քանակով ընկերները պարգանքի դուրք ձևավորեցին ընտանիքի շմի մեծ քանակով ընկերները միացել են եւ անպայման գուզեին ցույց տալ որ իրենց համար ընտրանիքը զորավար ընտրանիքը գոյություն ունի ինչպես գոյություն ունի զորավար ընտրանիքը երբ նայեցեք ինչ բիդեսեմ երբ Հայաստանի Հանրապետությունում նշում են բանակի 34-ամյակը նայեցեք ագասությունը նորեն մեկ կողմեն գհարգենք կնշենք զորավար ընտանիքը կնշենք եւ կհարգենք իրենց գումարտակները իրեն գլխավորության իրեն ազատագրական պայքարը կնշենք եւ կհարգենք ինչ կատարվեցավ Արմենիան Հայաստանից մինչև Սյունիքը եւ մինչև Արցախը որովհետեւ առանց Սյունիքի արգելիներս ազատագրումը եւ առանց Լեռնային Հայաստանի Հանրապետությունը մենք 1992-ից չեն կրնալ ազատագրել Արցախը այո առանց անժամանակեն նժդեի եւ զորավար ընտանիքի գործողությունները եւ հաջողությունները մենք 1992-ից ի վեր չեն կրնալ ազատագրել Արցախը մեկը մյուսին ինչ կապեր կան եւ ադիմաստով է որ Սյունիքը այսօր կոնե գաղափարապես այդպես վտանգի տակ է որովհետև մենք կասկնանք ինչ կարող է պատահել Սյունիքում որովհետեւ ընդհանրապես չկարողանանք մեր ազատագրական պայքարը շարունակել ամեն ինչ մտածված է բայց ուրիշ գետ մգա որ շատ դատակրքիր է Արմենիան Հայաստանի նախագահի համար Երբ Արմենիան Հայաստանի նախագահան տեսավ որ զորավար ընտանիքի հաջողությունները ցանկը ծնունդը նորեն եւ նորեն ուժի մեջն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեջ եւ Հայաստանի Հանրապետության ներս նորեն եւ նորեն կնշեն զորավար ընտանիքի ծնունդյան օրը կպատկերացնեք ինչքան կարեւոր է ինձ համար կնշանակե որ այդ քաղաքական վիճակը այդ քաղաքականություն որ կտարածվի իբր թե ներկայացներով տարբերությունը կա պատմական Հայաստանը եւ այսօրվան Հայաստանի Հանրապետությունը որը ստեղծվել է 1991-ին բայց մեր ազգը ցույց կտա մանավանդ Արմենիան Հայաստանից բռնված սերունդները որ գաբրին Հայաստանի Հանրապետությունում կհապացուցեն որ այդպես չի կհապացուցեն որ Հայաստան զորավար ընտրանիքի հոգին նորեն գաբրի իրենց մեջ կհապացուցեն որ անոնք ազատագրական պայքարի գաղափարը նորեն ուժ ունի իրենց եւ սիրտի մեջ եւ ուղի մեջ այստեղ է շատ դատակրքիր է ինձ համար եւ սա գրնամ չափեմ իրական ցավով ինչքան ուժ ունի ինչքան կարեւոր է բայց ինչու համար ընտանիքի զորավար ընտանիքի ծնունդյան օրը չի նշվի
արտասահմանում։ Չի նշվի այդ ձեր ներկայացված սփյուռքի մեջ։ Մանավանդ այդ դեղի հայության, որ անոնքալ ցեղասպանությունից, Արմենիան Հայաստանի ցեղասպանությունից փրկված սերունդներն են։ Ինչու չեն նշում։ Որովհետև ինչ չեն ուզում, որ լինի նոր ընտանիքներ, չեն ուզում, որ լինի նոր ընտանիքի պես, զորավար ընտանիքի պես նոր հոգիներ, որ անոնք կարգնան շարունակել ազատագրական պայքարը։ Ինչու կնշեն մինակ եւ մինակ Միսակ Մանուշյանի մահվան օրը, փետրվար 21-ը, եւ ոչ Զորավար ընտանիքի ծնունդյան օրը, փետրվար 25-ին։ Այդքան մոռացել են Զորավար ընտանիքը եւ արդքան պետք է արժեքավորեն օրինակ Ֆրանսիայի մեջ Միսակ Մանուշյանի մահվան օրը, ես շատ կհարգեմ, մանավանդ ես Միսակ Մանուշյանը։ Ինչու համար։ Որովհետև այդ մարդը մասնավորապես եկավ Ադյամանի, եկավ Արևմտյան Հայաստանի, եկավ Կիլիկիայի, տեղափոխվեց Լիբանան, Լիբանանին տեղափոխվեց Մարսելիա, Մարսելիային տեղափոխվեց Փարիզ եւ մտավ ֆրանսիական դիմադրության ուժերու մեջ։ Ինչպես չարգեմ, որպես ես կամավոր, զինվոր, ինչպես չարգեմ։ Ես կհարգեմ, որ Միսակ Մանուշյանը ինչ եսակոծություններ արավ, որովհետև ինքը տեսնելով գերմանական նազիները, ինքը կտեսնար երիտուրքերը։ Ինչպես չհասկանամ, որ Միսակ Մանուշյանը դիմադրության, Ֆրանսիայի դիմադրության զինված ուժերու հոգինն էր։ Ինչպես չհասկանամ, որ ինքը սուրբ գրագ ուներ իր մեջ եւ այդ սուրբ գրագով ինքը կազմակերպեց դիմադրության զինված ուժերը Ֆրանսիայի մեջ։ Ամեն ինչ շատ լավ կասկնանք, բայց չեմ հասկնար ինչու համար մեր հայրենակիցները եւ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգներուն եւ ամենտեղ չեն նշում, մանավանդ օրինակ Բուլղարիայի մեջ չեն նշում Զորավար ընտանիքի ծնունդյան օրը։ Եվ ես կառաջարկեմ, չեմ խնդրելու, բայց կառաջարկեմ մեր ազգից, որ չմոռանան, որ մենք պետք ունենք մինչև այսօրը Զորավար ընտանիքի սերունդները պետք ունենք։ Այդ սերունդները, որ պատրաստ են ազատագրական պայքարը շարունակելու։ Որովհետև մեկ մաս մեր ազգը կարող է գտնվի խաղաղության մեջ։ Երեք հատ մաս կտեսնամ։ Մեկ հատ մեր ազգը գվայել է ամեն ինչը, մեկ մասը կա մեր ազգի մեջ, որ պատերազմին մեջն է։ Ինչ տեսակ պատերազմին մեջն է, այդ Արմենիան Հայաստանի հայության մասին է խոսքը։ Իրավանական տեսանկյունեն պատերազմին մեջն ենք։ Դարբեր ձևով մեր մշակույթը պաշտպանելու համար պատերազմին մեջն ենք, մեր ինքնությունը պաշտպանելու համար պատերազմին մեջն ենք, մեր ավանդույթները պաշտպանելու համար պատերազմին մեջն ենք։ Դարբեր տեսակ պատերազմները մեջն ենք եւ պատերազմներ ալ կսպասեն մեզի։ Մինչև Արցախի հայության իրավունքները պաշտպանել պատերազմ մնե եւ դժվար գործողություններն են, որովհետև ամիջապես ըստակ չի, ինչպես կարողանանք Արցախի հայության իրավունքները պաշտպանել։ Շատ էշտ է ասել Արցախի հայությունը իրավունք ունի վերադառնալ Արցախը, բայց ինչպես, ինչ ճանապարհով, ինչ գործողություններով, ինչ դժվարություններով այդ ամեն ինչ մենք պետք է չափենք, ճիշտ ձևով չափենք։ Այդ իմաստով ես գոչ եմ անում մեր դուրս հայության, մեր դուրսի հայության հայրենակիցներուն,
որ չի մոռանան, որ ունեցանք եւ պետք ունենք ունենալ զորավար ընտանեկի պես սերունդներ, որովհետեւ կարողանան այդ թիմադրություն, որ կատարվեց Ֆրանսիա, այդ նույն թիմադրությունը կատարվի ամենտեղ մեր տարածքի վրա, ամենտեղ մեր պետության տարածքի վրա, մեր հայրենիքի վրա։ Եվ շարունակենք այդ դիմադրությունը, հարգելով մեր անցյալները, հարգելով մեր ծնողները, մեր մեծերը, մեր ավակները, որ անոնք ըրին, ապացուցեցին ամեն ինչը, եւ մենք կհարգենք, բայց վերջի վերջո Միսակը դիմադրեց Ֆրանսիայի համար, եւ ինքը ինչը սա, ըսավ եթե ֆրանսիացիները ժառանգով իրավունք ունին իրենց ազգությունը ունենալ, մենք գրվերով իրավունք ունենք ունենալ, որովհետև մենք գրվեցինք Ֆրանսիայի համար, եւ ինքը ճիշտ կսեր, ինքը չէր սխալվել։ Ադիմաստով մենք որպես Արմենիան Հայաստանի հայ, մենք իրավունք ունենք մեր որպես հայ շարունակել մեր կյանքը, անոնք որ արտասահմանում կամ որևէ տեղ չեն ընդունում, որ մենք հայ ինքնություն պահպանվի մեր մեջ, չեն ընդունում, որ կարող է լինի եւ կարող է նորեն լինի Արմենիան Հայաստանի հայությունը։ Անոնք նույններն են, որ վաղեմիսօր չի պիտի ընդունին, որ կա Արցախի հայություն։ Ես չեմ խոսիր այս սերունդի մասին, ես կխոսիմ քալ սերունդի մասին, երրորդ սերունդի հետ կապված։ Այդպես պիտի շարունակվի վիճակը, որ Արցախի ինքնությունը չի լինելու։ Բայց Արմենիան Հայաստանի կողմեն մենք կարողացանք փոխել վիճակը եւ փոխել վիճակը աստիճանով, որ մենք մեր կողմեն թիմեցինք այսօրվան, թիմեցինք դատարանները եւ թիմեցինք մարդուն իրավունքներու դատարանը, որովհետեւ տիկուն կայնենք Արցախի հայության իրավունքներուն եւ ինչպես տիկուն կայնենք այստեղ ալ կարեւորը մենք պետք է հասկանանք, մենք չենք ընդունում, որ Արցախը Սովետին մեջ բաժանված է, ինչպես Նախիջևանը, եւ մենք չենք ընդունում, որ Արմենիան Հայաստանը բաժանված է Թուրքիո մեջ, որովհետեւ բոլորը Արմենիան Հայաստանը, Նախիջևանը, Կովկասյան հայկական հանրապետությունը եւ Արցախը միացված էր, միավորված պետության մեջ եւ նույն պետության տարածք է, պետությունը ունի անբաժանելի մասեր եւ այդ անբաժանելի մասեր եւ ճանաչված էր ադպես 1920-ից այդ պետությունը որպես հայկական պետություն, ինչ կնշանակե որ Հայաստան պետություն ճանաչված է որպես հայկական պետություն։ Գիտեք ինչ կնշանակե։ Կնշանակե, որ այս ազգը, որ մեծամասնություն կներկայացնի այդ պետության մեջ, եւ այդ ազգը, որ իսկապես բնիկ է այդ տարածքի վրա, հայերն են։ Ադորամար Հայաստան պետություն Արմենիան Հայաստանի տարածքից 1920-ից հայկական պետություն կնշանակե։ Իմ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության խորհրդարան, որպես ասենք դե ֆակտո մարմինը, որ ճանաչի հայությունը որպես բնիկ այս տարածքում, որևէ պատասխան չստացանք, որևէ պատգամավորներու կողմեն մեկ հատ պատասխան չստացանք, ամեն մեկ պատգամավորներուն դիմեցինք, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մասին է խոսքը,
որբեսի ճանչնան հայությունը որբես բնիկ ազգ այս տարածքներու վրա։ Իրենց որոշումն է, մենք կրնանք քաղաքականորեն շատ բաներ ասկնանք, բայց ինչ տեսանք մենք ուսումնասիրելով նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենքները, տեսան, որ նույնիսկ ասենք թե ան մտավոր սեփականության, օրինակ, մտավոր սեփականության կամ ան նյութական իմքերը, մշակույթը եւ այլն, մեծ մասը ադորեկները որ կապված են մշակույթի հետ եւ մտավորական, ասենք թե սեփականության հետ, շատ մեծ թիվով արժեքները Արմենիան Հայաստանից հետ կապված։ Ինչ կնշանակի։ Կնշանակի, որ մեկ կողմեն գնդունին, որ այստեղի Հայաստանի Հանրապետության մշակույթը Արմենիան Հայաստանին գուկա, բայց մյուս կողմեն չեն ընդունում, որ կա Արմենիան Հայաստան։ Գնդունին, որ այդ մշակույթը հայկական մշակույթ մնե, բայց չեն ընդունում, որ հայությունը բնիկ է։ Ասենք թե ինչ որ կապված է նյութի հետ սուբստանսը, գսենք, ասենք մարդկային սուբստանսը, հայը որպես մարդկային սուբստանս, մարդկային նյութ, ճանաչում չի կա։ Ինչ որ կապված է մարդկային նյութի ունեցվածքը, ընդունում են, վերցնում են, դա կրկիր է։ Այդ ունեցվածքը չեն նշելու որտեղ են գուկա, բայց օրինակ Մարաշի ասեղակոծություն, որ թուրքերը իբր թե գրանցվեցին իրեն։ Այդ ասեղակոծություն Մարաշի օրենքով, Հայաստանի օրենքով գրանցված է որպես մտավոր սեփականություն։ Դա կրկիր է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության մեջ, բայց նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանելու այդ ասեղակոծությունը, այդ Մարաշի ասեղակոծություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիմաց։ Ինչու համար։ Եվ ինչու համար գթողն է, որ Թուրքիան գրանցվի իր անունով։ Այսինքն այդ ասեղակոծությունը, որպես օրինակ ասեմ, այդ ասեղակոծությունը երկու դեր ունի, մեկը Թուրքիանն է, մյուսը Հայաստանի Հանրապետությունն է։ Այստեղ Արմենիան Հայաստանի հայությունը գոյություն չունի։ Նույնիսկ Մարաշի հայությունը գոյություն չունի, չէ՞։ Այստեղ սխալ է։ Այսինքն ջինգալով ածը գարնան վաղամիսոր գրանցվեն, օրինակ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության մեջ, առանց նշելով, որ Արցախից մշակույթ է։ Այստեղ ալը դա կրկիր է, չէ՞։ Չէ, adorամար ոչ մի ցևով դա կրկիր չէ, եւ իրականության մենք պետք է այդ տեսակ պայքարը շարունակենք, որ ամեն մեկ ինքը լա դերը իր ունեցվածքը հայության մեջ։ Ինչու համար պետք է այդպես լա։ Որովհետև եթե կուզենք մենք ցեղասպանության դեմ շարունակել մեր դիմադրություն, մեր ունեցվածքը պետք է գրանցվենք մենք, մեր անունով։ Ինչ որ մենք ստեղծեցինք, մենք պետք է հարգենք եւ գրանցվենք մեր անունի վրա։ Եվ մենք չի պետք է թողնենք որևէ պետությունը, նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, որ մեզի
հանե, մեր համը հանե եւ իրեն վրա գցե։ Եվ մեր համը հանելով իրեն վրա գցելով, եթե վաղվեսօր չեն հարգելու, որ հայը բնիկ է Հայաստանի Հանրապետության մեջ, բա ինչ մնաց։ Ասենք ուրիշ դեղից եկավ ատմշակույթը վերջի վերջո։ Եվ նույնիսկ կրնան վաղեմիսոր թուրքերը գազգազի տակ դնել, որ ատմարաշի ասեղակորձությունը ոևեցևով հայկականության հետ կապ ունի, ինչպես որերին իրականության։ Ադորամար այդ բոլոր ագասությունները մենք պետք է ճիշտ չէ որ ներկայացնենք մեր ազգից, որպեսզի մեր ազգը դեր գայնե, ինքը դեր գայնե իրեն ունեցվածքի։ Ադորամար երբ կխոսին նայեցեք Զորավար Անտրանիկի մասին, Զորավար Անտրանիկը գրվել է Արմենիան Հայաստանը ազատագրելու համար։ Ինքը գունդերը ստեղծել է կամ գումարտակները ստեղծել է իր գլխավորությամբ Արմենիան Հայաստանը ազատագրելու համար։ Եվ մենք ունենք այսօր մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում ունենք հայրենակիցներ, որ գհիշեն, կպատկերացնեք, գհիշեն Զորավար Անտրանիկի կյանքը, Զորավար Անտրանիկի ծնունդը 1161 տարեդարձն է եւ Զորավար Անտրանիկի ընդանուր կոծողությունները։ Ադորամար ես կրնամ մինակ եւ մինակ ուրախ լամ եւ ցույց դամ, որ հարգանքով ցույց դամ մեր հայրենակիցներուն, որ միշտ ամեն ինչ պատրաստ են թիկունքայինելու, որովհետեւ շարունակվի այդ իշխողություն։ Եթե այդ իշխողությունը չի շարունակվելու, ինչպես որ հիմա, ինչպես որ ցեզի բացատրեցի, այդ իշխողությունը չի շարունակելու, նույնիսկ Ֆրանսիայի մեջ, որտեղ Պերլաշեզում գար դարիներ ի վեր գար Զորավար Անտրանիկի, ասենք թե քերեզմանը, շիմին, անտեղ կար։ Պերլաշեզում 3 հատ կարևոր ուշարձան ունենք, 3 շատ կարևոր, ունենք ալ ուրիշ անշուշտ շիմիները, բայց կարևոր ուշարձանները Զորավար Անտրանիկի ուշարձանն է, հայկական լեգիոնի ուշարձանն է, որ շատ կարևոր է մեզի համար, մեծ նշանակություն ունի, որ նորեն անդերի հայությունը չի նշելու հայկական լեգիոնը։ Մենք կաշխատենք, Փարիզի մասին է խոսքը, մենք աշխատենք նշելու համար ամեն տեղ, Փարիզում մինչև հիմա ասենք ոչ մի այդպես ուզողություն չի գա, եւ ունենք հարգելիներս Բողոս Նուբարի քերեզմանը կա այնտեղ եւ ուշարձանը կա Պերլաշեզում, Փարիզում եւ մեծ նշանակություն ունի մեզի համար։ Ադիմաստո եթե պետություն ենք, բայց եթե իշխողություն չունենք որպես պետություն, որպես հայկական պետության մասին է խոսքը, կնշանակի, որ մենք հայկական պետություն չենք, բայց մեր մասին չէ խոսքը, Արմենիան Հայաստանը հայկական պետությունն է եւ Արմենիան Հայաստանը ադիշխողությունը ունի, բայց կնշանակի, որ եթե Հայաստանի Հանրապետությունը չունի ադիշխողությունը, կապված հայկական հարցը, կապված հայերու իրավունքները, կապված մեր ընդհանրապես մեր պետական իրավունքները եւ մեր բնիկությունը կնշանակի եւ ափսոսում եմ, բայց կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը հայկական պետություն չէ։ Ինչ պետություն է, եթե հայկական չէ։ Ասենք թե եթե այդ պետությունը սկսել է 1991-ը եւ անցյալ չունի, բացի սովետի վերջի վերջո, բայց սովետալ կրնանք գդրել, անցյալ չունի, բա ինչ ունի, մենք հարգելիներս,
կարևոր է մեր պատասխանատվությունն է հասկանալ առ դե ֆակտո ճանաչման Հայաստանի Հանրապետություն, որ այսօր ներկայացված է, ինչ իշխողության վրա եւ ինչ պատմության վրա ստեղծված է, եթե մնացածը չի կա։ Ոչ մինակ մնացածը չի կա, հարգելիներս, Արցախյան ազատագրման շարժման ադալ չի կա։ Ասենք թե վերջի վերջո 30 դարվա բեդության դե ֆակտո նույնիսկ մեր կողմեն ճանաչված բեդության ցանկը գոյություն չունի, չի մտնելու այս Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Ինչու համար, ինչ վախ կա այստեղ, ինչ մտահոգություն կա, ընդունելով կամ չընդունելով այդ ամեն ինչ այդ արժեքները եւ այդ իշխողությունները, որ ցեզի ներկայացնեցի։ Խնդիր չէ, որպես Արմենիան Հայաստանի նախագահ գշարունակեմ այդ իշխողությունը ունենալը մեր պետականության պաշտպանելու համար։ Գշարունակեմ այդ իշխողությունը տարածելու տարբեր սերունդներում, որբեսի մեր երեխաները ճիշտ հասկանան մեր Արմենիան Հայաստանի պետության պատմությունը։ Ինչպես եղավ, որ մենք անկախացանք, ինչ դժվարություններ ունեցանք, հիմնավորված ցեղասպանության վրա, եւ ինչ կատարվեցավ, որ այսօր մենք այդ վիճակի մեջ կգտնվենք։ Ներալյալ նույնիսկ ան ամանքները, որ աշվի չեն առնում ադիշողության։ Ամանքներու մասին է խոսքը, անոնք, որ ցեղասպանությունից փրկված հայերն են, որ ադիշողությունն չունին, եւ իրենց համար չեն հետաքրքրվել ադիշողության հետ կապված, որովհետեւ ուղղված են իրենց իշխողություն մինակ եւ մինակ այսօրվան Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, որ այդ քաղաքականությունը իրականության չես հասկանալ նպատակը, բացի աթորի գարիվները կամ ադես գարիվները, անձնական խնդիրները, մենք չենք հասկանալ այդ ամեն ինչ ուր պիտի տանի մեզի եւ ինչպես պիտի տանի մեզի, բայց ըստակ է, որ Արմենիան Հայաստանի ամագարքի եւ կառավարության կողմեն մենք այդ ցևով չենք շարժվելու։ Չենք կրնալ նույնիսկ շարժվել, որովհետև մեր կյանքը եւ մեր հեությունը պետականորեն կապված է ադիշախության վրա, որպես հայկական պետություն։ Եթե մենք չենք կրնալ ճշմարիտ ցևով, ճիշտ ցևով ներկայացնել Հայաստան պետության պատմությունը, կնշանակի, որ մեր այսօրվան իրավանական պատետը զերո է։ Ոչ մի ցևով մենք չենք գնալ ոևէ միջազգային ադյալներու դիմաց կամ ոևէ դատարանի դիմաց, ոևէ վճիռ բողոք ներկայացնել կներեք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Կապը հասկացաք հիմա, ինչու համար Արմենիան Հայաստանը եւ Զորավար ընտանիքը միացված իշխողություն մնե եւ անոնք որ կփորձեն բաժնվել Զորավար ընտանիքի կողոզությունները եւ իրեն բայկարը ազատագրական բայկարը Արմենիան Հայաստանեն, անոնք գերս ցևով կներկայացնեն մեր պատմությունը եւ անոնք կնշանակի, որ մինակ այստեղ են օգտվելու Զորավար ընտանիքի սենտե հոգին, Զորավար ընտանիքի իր ներկայացումը իրենց անձնական շահերու համար։
ափսոսում ենք, որ շատ անգամ այդպես է։ Արցախին հետ կապված այսօր մի քանի հարցեր ստացա մեր տվյալական աշխատանքներուն հետ կապված եւ կարևոր հարցերն են, որ գուզեի անշուշտ ձեզ հետ անդրադառնամ։ Առաջին հարցը ինձ գսեն, որ իսկ Եվրոդատարանում գույքի վերաբերյալ դատը շայրու են բոլորին միասին կամ թե հնարավոր է, որ մի մասը ախտեն, իսկ մյուսները ոչ։ Նայեցեք հարգելիներս, այստեղ պետք է ճիշտ հասկանանք, որ մենք ներկայացնեցինք բողոքները աննատ ծևով։ Մենք չներկայացնեցինք բողոքները խումբով։ Երկու ծև կա աշխատելու համար։ Կրնաս հավաքել բողոքները եւ խումբով ներկայացնել դատարանում, մի ծև մնե եւ կրնա վադայ որ ճիշտ ծև գլար, մենք հավաքեցինք բողոքները եւ մեկ-մեկատ ներկայացնեցինք դատարանում։ Հիմա տեսնենք առաջին բողոքը եթե գշայինք, եթե վճիռը դրական է, ինչ առաջին բողոքը, ինչպես պիտի ազդե մյուս բողոքներու վրա։ Այստեղ ալ բայց տարբեր բողոքներ կան։ Կան բողոքները, որ կապված են մինակ եւ մինակ գույքի հետ, դունի, դարաշքի, եւ կան բողոքները, որ կապված են եւ գույքի եւ դարաշքի խնդիրներ ունեն եւ իրենց ընտանիքներուն մեջ զոհություն ունեցավ։ Բայց այդ տարբեր տեսակ բողոքները, որ չեմ ուզում ամիջապես բոլորը ներկայացնեմ այստեղ, ունին մեկ խնդիր կապված Արցախի կարգավիճակին է։ Եվ անշուշտ դատարանը այստեղ հիմա ովևէ չափով դատարանը պիտի աշվի այդ հարցը։ Չի նշանակի, որ ամիջապես պիտի դիրքորոշում ներկայացնե, որովհետև Արցախի կարգավիճակը իրավանական դիրքորոշում կամ որոշումը կապված է ընդհանուր միջազգային իրավունքներուն հետ։ Այստեղ մեր կողմեն կներկայացնենք Արցախը որպես Հայաստան պետության մաս, ինչպես որ ճանաչվեցավ 1920, մինչև որ սկսել են բաժանել մեր տարածքները։ Բոլշևիկները սովետներու կողմեն, հետո նույն ժամանակ կեմալիստներու կողմեն կներեք։ Եվ մենք չենք ընդունում այդ օկուպացված ռեժիմները մեր տարածքի վրա։ Չենք ընդունում։ Հիմա այդպես մենք կներկայացնենք մեր դատական գործողությունները եւ կկապենք անշուշտ Արցախի հայության ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանության հետ։ Եվ ինչու կկապենք, որովհետև մեզի համար ուսումնասիրելով եւ ադիշողություն ունենալով մենք շատ բնական է, որ տեսանք, որ ցեղասպանությունը կշարունակվի։ Ցեղասպանությունը, ինչպես որ ցեզի մի քանի անգամ ներկայացնեցի, շարունակվեց ապրիլի 1992, երբ Մարաղայի ընտանիքները ոչնչացնեցին։ Ցեղասպանությունը շարունակվեց փետրվար 1988-ը, երբ մտան Սումգայիթում եւ սկսեն կոտորել մեր հայրենակիցները, մեր ընտանիքները եւ այլն եւ այլն։ Ցեղասպանությունը շարունակվեց ունիսին
1992-ը երբ շամանից տեղահանեցին մեր ընտանիքները։ Հիմա հաշվի առներով այդ բոլոր գործողությունները, անցակոլությունները մեր անտեպ։ Ինչ մտածենք այսօրվան Երևանյան Հայաստանի իշխանություններում, որ հաշվի չեն առնում այդ բոլոր անցակոլությունները։ Հաշվի չեն առնում ընդհանուր իրավաբանական պատետի մեջ։ Ադիմաստով մենք չենք միջամտում ադամքինում։ Մենք կշարունակենք միացյալ Հայաստանի իրավունքները պաշտպանելու։ Մենք ալ կշարունակենք նշել, որ Արցախի հայությունը մեր որպես բնիկ ժողովուրդ, մեր ազգի մաս, մեր ազգի որպես բնիկ ժողովուրդ, մեր ազգի մաս կկազմեն եւ մենք չենք զիջելու այդ կողմը։ Եվ պետք է հասկանաք այստեղ, ինչպես որ հիմա կտեսնաք, որ նույնիսկ Բաքվի ռեժիմը ամեն ինչ կնե, որպեսի ներկայացնի հայերը, որպեսի հետվորդ ժողովուրդ, կպատկերացնեք, ամեն ինչ թերսա, ամեն ինչ կսարքեն ուրիշ ձևով։ Ամեն ինչ սենտե փնիկը կդառնա հետվորդը ամեն ինչ կնեն, որ դառնա փնիկ։ Կպատկերացնեք ինչ կկատարվի, ինչ տեսակ քաղաքականություն եւ կպատկերացնեք, որ այս տեսակ քաղաքականությունը, այդ տեսակ քաղաքականությունը մեր դուրսի հայությունը, մեր դուրսի հայությունը տիկուն չի կանելու։ Սիտե դեմ գներեք, դեմ դուրս չի կան։ Եվ մեզի տիկունք, ատկան տիկունք չեն կայնելու։ Ամանքներու մասին է խոսքը, որ ամեն մեկը մենք չենք հասկանալ իրականության իրենց նպատակները։ Լավ չենք հասկանում։ Ադիմաստով մենք պիտի շարունակենք մեր գործողությունները, ես այստեղ ունեմ ուրիշ կարևոր հարցը, որ կուզեի ցեզի ներկայացնեմ։ Այդ դատարան թիմելու համար ինչ փաստաթղթերը պետք է ներկայացնել եւ որտեղ ներկայացնենք։ Նայեցեք հարգելիներս, մենք ունենք մեկ հատ email-ի հասցեմը Արցախ շնիկ Western Kids, վեցից քիձը Armenia get EU Արցախ շնիկ Western get Armenia kids EU Գարնակ ձեր օգտագործեք այս email-ը, որպեսզի կապնվեք մեզի հետ եւ մենք անշուշտ ձեզի կներկայացնենք ընդանուր ինչ փաստաթղթեր պետք է եւ ընդանուր պայմանները, որպեսզի այդ գործողությունները ընենք, դեզի համար ընենք։ Ուրիշ հարցը եկավ կապված ավելի շատ ասենք թե քիչ անձնական հարցն է կապված իմ ընտանիքի հետ։ Գերեվա որ ունենք հայրենակիցները, որ մտահոգված են իմ հայրիկի այսօրվան առողջական վիճակին հետ, ինչ կրնամ ասեմ ձեզի։ Կրնամ ասեմ, որ հայրիկս ինսուլտ ստացավ, իր մեկ մաս իր մարմինը չի աշխատում։ Բայց ես ինչ կուզեմ ասեմ ձեզի։ Մենք այդ մարմինը, մեկ հատ մաս մարմինը կյանք ունի, մյուս մաս մարմինը կյանք չունի։ Հիմա մենք պետք է աշխատենք, որպեսզի
at մերաշ չէ, բայց at մասը, որ կյանքը չունի, կյանքը վերականգնվի մեջը, չէ։ Ինչպես պետք է աշխատենք մենք, որբեսի մեր ամանքներու մասերը, որ ովևէ չափով կյանք չունին, կյանք ունենան։ Եթե մենք կյանք ունենք, եթե մեր մասը կյանք ունի, ինչ ունենք ընելու, ինչ պետք է փոխանցենք մեր ամանքներու կամ մեր ժողովուրդներու մասերում, որ կյանքը չունին կամ չեն գիտեր ինչպես ապրին որպես հայ։ Օրինակ ես այստեղ կխոսեմ մեր ձգտյալ հայերու մասին կամ Արևմտյան Հայաստանի հայության մասին, որ շատ կուզեն հայը լալ, բայց չեն գիտեն ինչ տեսակ, ինչպես, ինչ է հայը լալը, որպեսզի անոնք հայը լան։ Եվ նորեն գսեմ ցեզի, այո, հայրիկս մեկ մասը կյանք ունի, մյուս մասը կյանք չունի, իմագույն, ասենք թե մերաշ չէ, բայց կյանքը չունի։ Ինչ պիտի արվենք, ինչ պիտի անենք։ Պիտի մենք աշխատենք օսանքներով, մեր ներքին օսանքներու վրա պետք է աշխատենք, որբեսի այդ օսանքները փոխանցվի այդ մասի մեջ, որ իմագույնա կյանքը չունի, որբեսի կյանքը վերականգնվի։ Եվ հիմա նույն խնդիր ունենք մեր ամանքները, որ գուզեն հայը լան, բայց չեն գիտեր ինչպես, կամ ադամանքները, որ հայրենասիրությունից հեռացել են, կամ ձուլվել են, մենք պիտի մեր օսանքը, մեր դրական, մեր գամքը, մեր դրական օսանքը այդպես ուղենք իրենց վրա, այդպես բացատրենք, այդպես ուժ փոխանցենք, այդպես շարժումներ ունենք, այդպես մարզանքներ ունենք, այդպես գիտական աշխատանքներ ունենք, այդպես ամեն ինչ ունենք, որբեսի այս կյանքը նորեն փոխանցվի այդ բարգած, ասենք, բարգած մարմինի մեջ, մասի մեջ, եւ այդ մասը, այդ բարգած մասը արդնա, զարթոնք մենա։ Հիմա այդ ցևով, այդ վիճակին մեջնեմ հիմա, այս գործնալ կնեմ, եւ խնդիր չի գա, այս գործը պիտի առաջ տանեմ եւ պիտի ցույց տամ ցեզի, որ այս տաղալ կրնանք մենք աչողվենք եւ ամեն ինչ պիտի անեմ, որբեսի բարոն Վրեժը ինչքան շուտ, ինչքան լավ, բայց չեմ գիտեր երբ, ինչքան շուտ եւ ինչքան լավ կարողանա նորեն եւ նորեն Արևմտյան Հայաստանի թրոշակը բարձրացնել մեր բոլոր միջոցառումներու ժամանակ եւ ացեվով այս սուրբ գրակը, որ մեր մեջ կա, նորեն եւ նորեն այդ սուրբ գրակը, որպես Արևմտյան Հայաստանի զավակներ ներկայացնենք աշխարհի դիմաց։ Շնորհակալություն, շատ նորեն գսեմ մեծ բադիվ էր ինձի համար, այս իրիկուն քիչ մը ուշացա, բայց այս իրիկուն ցեզ յետը լալու։ Հաջողություն կմաղթեմ ցեզ։